Ձեզ մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, մի քանի ուղղություններով այսօրվա իշխանությունը հարձակում է գործում, որ մեկ բառով ասենք, մեր ազգային հիմքերի վրա թիրախում տևական ժամանակ է մայր տաճարն է, կաթողիկոսն է, հոգևորականներն են եւ դա գնալով ավելի սրվում եւ տեսնում ենք, որ խտանում է։ Այսպիսի կարծիք կա նաեւ, որ նախ ինչու չէր խանգարում 5-6 տարի կաթողիկոսը կամ սրբազանները, պարզ է դառնում, որ այստեղ կան նաեւ հրաման Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի կողմից ճանապարհները ավելի շուտ բացեն եւ մաքրեն, որպեսզի իրենք գալուց հետո իսկ մեզ արդեն ընտելացնում են նրան, որ առաջիկայում սպասեք ադրբեջանցիները ավտոբուսներով լցվելու են Հայաստան։ Ես ասեմ, որ սա ուղղակի կարող եք ձեզ մոտ արձանագրել, էլի։ Թուրքերը զորքով են մտնելու, իսկ ադրբեջանցիները ավտոբուսով։ Բայց թե ինչ են անում, այդ դրա մասին արդեն իմաստ չունի, էլի խոսելու։ Եթե տենց մոռացել եք թե ինչ են անում, տեսեք թե հենց այս պահին ինչ են անում, օրինակ քրդերի եւ եզդիների հետ թուրքերը։ Այս պահին կամ Սիրիայում կլինի, թե Իրաքում կլինի, այո։ Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, որ հրաշք ճանապարհ է բացվում առևտրի համար Թուրքիայի հետ, ինչ ասեմ, ողբամ ձեզ, ուրիշ բան չկա ասելու։ Որտեվ պատմությունը մեզ միշտ այլ բան է հուշել։ Ոչ միայն պատմությունը, այլ անգամ 3 չի առաջի օրը։ Ինչու է նաև այսպիսի նախ այդ խոչընդոտները փորձում է Թուրքիան լուծել, որ հետո գա ինչ որ ավելորդ բաների չբախվի, էլի, որտեվ այսինքն ինքը անում է այս ազգակործանների ձեռքով է անում, ավիրել, կործանել հայ առաքելական եկեղեցին։ Ինչպես տեսնում եք, որոշակի դժվարություններով է իրեն տրվում, սկսեց ինչ որ հայտարարություններ տարածել, այլանդակություններ այս կամ այն սրբազանի հետ կապված, վեհափառ հոր հետ կապված, չաշխատեց։ Ավելին ժամանակին ցույց տվեց, որ այդ ամենի տակ կա այլանդակ մեծ սուտ։ Իմիջիալոց ես առաջինն էի, որ իմ մեջում գրեցի, անգամ նշել էի, թե արհեստական ինտելեկտի ինչ ճյուղով է հնարավոր սա ունենալ եւ ստեղծել։ Մարիամ Արշակ Սրբազանի հետ կապված երբ որ այդ այլանդակ սուտը այսօրվա իշխանությունը տարածեց եւ մենք պարոն Նահապետյանի հետ հասցրեցինք հետեւել, տեսանք, որ փաստորեն արդեն 3 երկրներ ուղարկել են, փաստաբանը տարածեց արդեն փորձաքննության եւ բարձ դարձավ պատասխանները եկել է եւ այսպես Արշակ Սրբազանն առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։ Միջազգային փորձաքննությունների արդյունքներն են ստացվել 3 երկրներից իդեպ Արսեն Բաբայանն է գրել։ Փորձագետները ի թիվս այլնի հանգել են հետևյալ եզրակացությունների, խնդրում եմ ուշադրություն։ Տեսագրության բովանդակությունը կեղծ է եւ ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ։ Տեսագրությունները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել, տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարել անհնարին է։ Խնդրեմ, մեկ մեծ սուտ, որ տևական ժամանակ իրենք տարածում էին, պայթեց, ինչպես Նիկոլի մնացած բոլոր սատերը։ Բայց նաև տեսակետ կա պարոն Նահապետյան, խնդրեմ այդտեղից սկսել, որ ինքը այս աղմուկը, այս ամեն ինչ, այս խոսակցությունները անում է նաև նրա համար, բացի այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատվիրել են արագ իրենց համար խոչընդոտ ստեղծող վերջին կառույցն էլ հիմնարար քոքահանարա ավիրի կործանի, մյուս տեսակետը, որ սարսափելի վտանգավոր հայտարարություններ է շարունակում անել Ալիևը, իդեպ Ալիևը այն գործիչն է, որ երբեք չի էլ հրաժարվել այս իր հայտարարություններից։ Ուղղակի այստեղ իրենք սուտ են տարածում, մանիպուլյացիա է անում այս թիմը, որ սա, հետո մի հատ Ալիևը վերակերում սատկացնում, մի հատ ապտակում է, ասում է այդպես չի։ Օրինակ Մյունխենում ինքը հարցազրույցներ ունեցավ եւ մի քանի բաներ ասեց եւ այստեղ մեզ ասում է որ դի խաղաղության պայմանագիր լինի հետո նոր պիտի սահմանադրության փոփոխություն կամ տարածքների հանձնում կամ ադրբեջանցիների կամ մեկ անգամ եւս հաստատեց Ալիևը սիրելիներս այն որ անտարբերության մեջ խրված իմ սիրելի հայրենակիցներ որ չեք էլ գիտակցում, որ այս ամեն ինչը վաղուց արդեն հասել է մեր բոլորի ընտանիքներ, որտեվ
Եթե Նիկոլը ասում է, ես լավ եմ ճանաչում, երևի ինչ որտեղ ինքը ճիշտ է, հասկանում է, եթե Արցախ կորցնելուց հետո մենք սենց անտարբեր ենք դարձել, չենք էլ հիշում, չէ, մի մաս ընդհանրապես մոռացության է մատնել, մյուս մասը անտարբերության մի տականքագույն շերտել ընդհանրապես Արցախի արցախահայության նկատմամբ, պետք իր ամբողջ մաղձը թափելուց հետո հիմա բավարարված վերընկած է, երևի տենց ինքը գիտե էլի ոնց անի, ոնց հաջողվի, լավ է ճանաչում։ Ինչևէ, ինչ ասեց Ալիև։ Ալիևը ասաց, որ ուրեմն ոչ, խաղաղության պայմանագիր կլինի միայն այն բանից հետո, որ սահմանադրությունը փոխեն, հռչակագրի անկախության հռչակագրի հատվածը պիտի ամբողջությամբ դուրս գա, Հայաստանը չպիտի ունենա որևէ պահանջ, բացարձակ հավակնություններ, այսինքն ճանաչելու է, որում ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունը, այսինքն մենք մոռանում ենք ընդհանրապես Արցախի մասին, մոռանում ենք Հայաստանի Հանրապետության այն տարածքների մասին, որ մխրճված են, ավելի դիտանք նոր տարածքներ Ադրբեջանին, առհասարակ հրաժարվում ենք ցեղասպանությունից, մոռանում ենք Արևմտյան Հայաստանի հետ կապված մեր բոլոր հարցերից եւ դրան ավելացրեց, որ կմոռանանք նաև գերիների մասին, որ ներում շնորհել, այսի բան չի լինի, բայց որպեսզի այս ամեն ինչը փակվի, մեծ աղմուկ է բարձրանում, մեծ սուտ, ճիշտ էին ասում ժամանակին, եթե պետք լինի, ինքը իրանք հարազատներին էլ մեր կասենք պարեք, չգիտեմ ինչով զբաղվեք, միայն թե հասարակությանը զբաղեցնել։